Շնորհակալություն։ Մեծարգո նախագահող, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերջին շրջանում հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող ապօրինի եւ հակասահմանադրական գործողություններում ակնհայտ է դառնում պարադոքսալ մոտեցում։ Մի կողմից պետությունը սահմանադրությամբ երաշխավորում է եկեղեցու անջատ լինելը պետությունից, մյուս կողմից փորձում է ներխուժել եկեղեցու ներքին կառավարման մեջ։ Ահա այսօր այս թեմաների շուրջ էր, որ մենք երկար խոսեցինք մեր ելույթների մեջ։ Եթե փորձենք փնտրել աշխարհում իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած մի պետություն, որում եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները կալանավորված են կամ քրեական հետապնդման մեջ են, կաթողիկոսի վրա գործ է հարուցված Հայաստանից ելքի արգելքով, պետական մակարդակով ուղիղ կամ միջնորդավորված խոչընդոտվում են եկեղեցու գործողությունները, դժվար թե գտնենք։ Ինչու են պետության ղեկավար օղակները մեկ թելադրանքով միջամտում եկեղեցու ներքին կառավարմանը եւ ինչու են դատարաններն առաջնորդվում պատասխանատու կախվածության դիրքերից։ Այն պարագայում, երբ պետական միջամտություն եկեղեցու ներքին կառավարմանը անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ մեր միջազգային պարտավորությունների հետ։ Սահմանադրության 17-րդ հոդվածով սահմանվում է եկեղեցու անջատումը պետությունից, որն էլ պարտավորեցնում է պետությանը չմիջամտել եկեղեցու ներքին գործերին։ Նույն դիրքորոշումն ունի նաև միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի փաստաթղթերը ամրագրում են, որ կրոնական համայնքի իրավունքը պետք է լինի ազատ, ինքնուրույն որոշել իր ղեկավարներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ կրոնական համայնքների ինքնավարությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անբաժանելի մասն է։ Այստեղ հարկ եմ համարում կարևոր շեշտադրում անել, երբ պետական կառույցները խոչընդոտում են կամ եթե կուզեք խանգարում են եկեղեցական կրոնական գործընթացներին, մեկ կարծիք է առաջանում, որ տեղի է ունենում նպատակային քաղաքականություն ուղղորդված եկեղեցու հեղինակության եւ ազդեցության թուլացման։ Իրավունքի գերակայությունը չի կարող լինել ընտրովի։ Չկա մի սահմանադրություն իշխանության համար եւ մեկ այլ սահմանադրություն ժողովրդի կամ եկեղեցու համար։ Եվ հետեւապես չկա հարմար օրենք եւ անհարմար օրենք, երբ խոսքը վերաբերվում է եկեղեցուն։ Պետք է հստակ գիտակցել, որ պետությունն այս հարցում սահման ունի։ Եվ այդ սահմանն անցնելը ոչ թե սխալ է, այլ իրավախախտում։ Կրոնական ինքնավարությունը սակարկելի չէ այստեղ, սակայն սակարկվում է։ Եկեղեցու ներքին կյանքը, ծեսերը, որոշումները պետական միջամտության առարկա չպետք է դառնան, բայց մեզանում դառնում են։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի կառույց իրավասու չէ մտնել այն տարածք, որտեղ ինքը չկա։ Այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, քանի որ պետական մարմինները պարտավոր են գործել միայն օրենքով սահմանված շրջանակներում եւ ոչ մի քայլ այդ շրջանակից դուրս։ Ամփոփելով խոսքս, ուզում եմ նշել, որ պետության կողմից եկեղեցու ինքնավարության բռնագրավման փորձերը միայն իրավական խնդիրներ չեն, դա հարված է պետության հիմքերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մենք ունենք